Հանուն հոր եւ որդվո եւ օգվին սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Փառք եւ գոհություն Տիրոջ, որ Տերը ողորմեցավ մեզ, երկինքեն երգիր խոնարեցավ, մեր մեղքերը իր վրա արավ ու խաչվեցավ։ Սիրելներ, բահմը երևակայենք, եթե Տեր Հիսուս Քրիստոս չմարմնանար, չմարթանար, Աստվածամորմեն չծներ, Սուրբ Գույս Մարիամեն, չխաչվեր մեր մեղքերուն համար եւ թողություն չշնորհեր մեր փազում հանցանքներուն, ինչ կլար մեր վիճակը։ Երևակայեցեք, վստահաբար հուսահատութենեն գջակեինք, գդրակեինք, գբայթեինք, եւ որ մեր մտքին դիմաց կունենայինք, որ հավիդենաբես թժող պիտի երթայինք, գրագել իջի մեջ պիտի նետվեինք ու հավիդյան այնտեղ պիտի մնայինք։ Սակայն փառք մեր Տիրոջ, որ ողորմեցավ մեզի, մեր մեղքերը ներեց, իր արյունով սրբեց եւ հույս տվավ մեզի, գենթանի հույս, որ հավիտենական կյանքը ժառանգենք։ Ահա թե որքան կարևոր է սիրելիներ ապաշխարությամբ խոնարեցնել անձը, զղջալ ըրած մեղքերուն համար եւ Աստուծմե ներում խնդրել, գրգին իր շնորհքը խնդրել։ Եվ այս հարցի մեջ մեզի մեծապես օգտակար է, անբացատրելի կերպով օգտակար է Սուրբ Գրիգոր Նարեգացին ինք իր քրած մատյան ողբերգության աղոթակիրքով։ Ամեն չորեքշաբթի մենք միասին կսերդենք այս սկանչելի հոգևոր քավության քիրքը, իսկապես որ հեծիծանքի քիրք է, իսկապես որ անձը գոձելու, անձը քննելու քիրք է, մեղքերու համար լաց ու գոձ ընելու, անձը խոնարեցնելու քիրք է։ Մշտապես կարդացեք Սուրբ Գրիգոր Նարեգացի այս աղոթակիրքը Աստվածաշունչին գողքին, որբեսի սիրելիներ օրե-օր մաքրվինք եւ ավելի Աստուծո մոտենանք։ Եվ կարդացեք սրդի խորերեն, որբեսի ձեր աղոթներն ալ ընդունելի լան։ Մենք հասած ենք սիրելիներ միաստապար սերդելու 48-րդ գլխու 6-րդ մասը։ Նախ ընթերցեմ գրապարը, բնակիրը եւ ապա կթարգմանեմ ու կբացատրեմ։ Փան խե ըտ զամաս իխորոց սրդից խոսքն Աստուծո։ Արդ ի հուշպերյալ զորիքես անջարելի բարեմասնություն ըսկտություն քո ողջունեսես, որով ըսգոշգոջյալն ի փազում թարուց փամփասանած քարացկությամբ երանության վերարժանացո, որ հոգնահոսան արդասված ելուկ ըզմեջ հադագի հարգին հեղեղյալ աբարանիցն յուր խրախճանության սաստգագսկիձն ավաշավանոկ հորն գրիցն կերազանցյաց ողորմելի ոգվույն հեծությամբ զորի հաչած փանիտ քո արդոսր ար որ մերովս ի հյուրն ախտագրյաց երգայնամիդտ ներողությամբ միացուցյալ խարնեսես կթած եւ զան հարմարն արնա գարձեցյալ Սամոսին բարեփանություն իբարս էյակցի որդվույթ կնքելով նովավ գեցուսեսս նա քաղցությամբ ընդ աղքադս ժողովրդոց զայս բուեդիգոս ոմն բարեշնոր արքահադեր ընդ Սողոմոնի ամենայնի վարձս վարգուցյալ համագծորդ զուգացայնությամբ իբր գենտանիոք նովավ ընտնմին վասն նորին աղերսել արկեզ զոր հավելված գարկիտ դնդես է քանզի եւ օստացվույն ինմանե ստեղծյալն բազմահրաշարավորն մարգարիաջարն բատմակրություն աստվածությանն արտարացուցիչ Սողոմոն ողորմյալ գարք է որ զի ամբարսավ է աղոթելն քան չարապանելն վասն
նորին։ Սիրեներ, բզդիկ վերակաղմը գիշեք անցյալ ուրեմն նախկին մասին մեջ, 5-րդ մասի մեջ դեսանք թե ինչպես Սուրբ Գրիգոր Նարեգացին կներկայացներ Սողոմոնը խնդրելով, որ ոչ թե առավելապար իր մեղքը հիշենք, որքան իր զղջումը, եւ գիշեր, որ երբ Տեր Հիսուս Քրիստոս մարմինով մահացավ, գերեզմանի մեջ տրվեցավ, սակայն հոգիով առանց բաժնվելու իր աստվածութենեն իջավ թժողք, այնտեղ քարոզեց հոգիներուն, ինչպես կգարտանք սիրելիներ առաջին Պետրոսի նամակի 3-րդ գլխու 18-20 համարներու մեջ, նաև 4-րդ գլխու 6-րդ համարի մեջ, եւ գսե Սուրբ Նարեգացին, որ Սողոմոնն ալ թժողքի մեջ դիրոջ դիմաց եկավ, ողորմություն խնդրեց դիրոջ մե, ներում խնդրեց, եւ դերը ողորմեցավ անոր։ Եվ Նարեգացին գսե Սողոմոնը ջամփա բացավ հավատացյալներուն համար, ապաշխարության ջամփա, գդակ թողելով իր ժողովողի գիրքը։ Հետևաբար մենք առավելապար պետք է հիշենք իր զղջումը, քան իր մեղքը։ Եվ այստեղ հիմա այս 6-րդ մասի մեջ Սուրբ Գրիգոր Նարեգացին աղոտ կփարսացնե Սողոմոնի փրկության համար։ Եվ դեսեք ինչ կսե։ Կթարգմանեմ նախ քանի մտողերը։ Արդ հիշելով քու մեջդ գտնված անջար շնորհքները կտությամբ ողջունե եւ երանության վերարժանացուր թարերը իվեր փամփասանքներու քարացկությամբ սաստիկ ձեծվածը, որ հորտահոս արցունքներ հեղեղեց իր խրախճանքի աբարանքի հադագը սաստկագսկից ապաշխարությամբ եւ խղճալի հոգին հեծությամբ կերազանցեց հորը ապաշխարությունը։ Սողոմոնի զղջումի մասին խոսել է ետք Սուրբ Նարեգացին գտիմե Աստուծո եւ Սողոմոնին համար հետեւյալ խնդրանքը գնե։ Հիմա ինչ որ թարգմանեցի սիրելիներ, պիտի ուզեմ բացատրությամբ մը, սակայն Նարեգացի բերնով խոսիլ ցեզի։ Գսե, ով դեր, հիշե քու անջարելի, այսին անբատմելի, միտքե վեր եղող բարեմաստություններդ, շնորհքներդ, հիշե դեր։ Հիշե մանավանդ որ թուն կտած եւ ողորմած Աստված ես։ Ուստի, քանի որ կտած ես, քանի որ ողորմած ես, կտած Սողոմոնին, արդարությամբ մի թադեր զայն, որովհետև եթե արդարությամբ թադես դեր գգորսվի, այլ կտությանդ արժանացուր զինք, քութովդ ողջունե զայն, եւ վերստին երանության արժանացուր, ինչպես որ արժանացուցած է իր երկրի վրազինք, այդպես ալ դարձյալ կտությանդ արժանացուր, երանության արժանացուր, ինք որ թարեր շարունակ փամփասանքներու, մեղադրանքներու քարացկությամբ, այսինքն քարգոծությամբ գոշկոջվեցավ, այսինքն սաստիկ ձեծվեցավ, սաստիկ հարվածվեցավ, այնքան իր մասին ըսվեցավ, որ անաբաշխար է, մեղանչեց, որ մեղանտրանքներու քարգոծությամբ թարեր շարունակ ձեծվեցավ Սողոմոնը։ Ավելին քովության արժանացուր զինք, ոչ միայն կտա դեր, այլ քովեզինք, մանավանդ որ ան հորտահոս արցունքներ թափեց իր խրախճանքի աբարանքին, այսինքն բալադին հադագը, քովեզինք ոչ թե մեղքեր որովհետև կործեց, այլ քովեզինք որովհետև ապաշխարեց եւ ապաշխարության արցունքներ թափեց իր աբարանքին, իր բալադին հադագը քետնին վրա եւ թարնորեն ապաշխարեց ու ողորմակին հեծությամբ իր խղճալի հոգին մեջ հեծեծեց, լացավ, ադով քերազանցելով իր հուզումները, զղջումը
ապաշխարությունը իր հորը։ Սիրելիներ, թե երբ Սողոմոնը իր բալադի կետնին վրա լաց եղավ, Աստվածաշունչի մեջ չէ գրված։ Կամ այն է, որ սիրելիներ ավանդությամբ հասած է այս արարքը Սողոմոնին, եւ կամ այն է, որ Սուրբ Նարեգացին հոգի աչքերով Սուրբ Հոգիեն ներշնչված է, որ գտեսնի այդ մեկը եւ գահիտնի։ Իսկ թե ինչու համար այստեղ գսե թե Սողոմոն իր տապած արցունքներով կերազանցեց իր հորը ապաշխարությունը, հետևյալ պատճառով, երբ իր հայրը Դավիթ թագավոր մեղանչեց, գլխավոր երկու մեծ մեղքեր գործեց, շնացավ ուրիշին գինը առնելով եւ անոր հետ սերային հարաբերություն ունենալով եւ հղի բահելով զայն, երկրորդ սպանեց այդ շնացող գնոջ ամուսինը, երբ բادرազմի ուղարկեց նամակովը եւ այդ նամակը անոր ցերկով ուղարկեց զորավարին, որ երբ որ այս նամակը գարտաս, այնպես էր որ բادرազմի առաջին կիծին վրա ալա եւ մահանա այս մարդը։ Բայց այս մեղքերուն համար Դավիթ ամբողջ գիշերը իր անգողինին մեջ լացավ, արցունքով թրջեց իր անգողինը։ Մինչդեռ Սողոմոնը սիրելներ, երբ որ մեղանչեց իր բալադին հադագը, այն բալադը այն սենյակը ուր խրախճանքը գազմագերբեր, բոլորի ներկայության զղջաց, լացավ, Դավիթ առանցնագի իր անգողինի մեջ լացավ, իսկ զավակը Սողոմոն բոլորի ներկայության հանրային ցևով լացավ, զղջաց, ապաշխարեց, ադորամար է որ հավասիկ Սուրբ Նարեգացին գսե որ մանավանդ որ գսե անիգա թարնորեն ապաշխարեց, ողորմակին հեծությամբ իր խղճալի հոգին մեջ հեծեցեց, լացավ, ադով կերազանցելով իր հորը զղջումը եւ ապաշխարությունը։ Հաջորդ դողերը կթարգմանեմ, արցունքներն անոր ով կտած, քու երգայնամիտ ներողությանդ միացնելով խառնե միածնիտ արցունքին հետ, որ մեր փնությունը առնելով մեր վիշտերը գրեց եւ Սաղմոսին բարեփանությունը, որ անհարմարորեն անոր համար ըսված կգարձվի, էագից որդիիդ փարքին համար եղած վճրելով, անով զինքալ քաղցությամբ բրգե ժողովրդի աղքատներուն հետ միասին։ Ինչս էլ գուզե Սուրբ Նարեգացին վերոյշյալ դողերու մեջ։ Գսե, ով կտած հայր, ով Աստված ողորմության, թուն որ երգայնամիտ ես, երգայնամիտ կնշանակե սիրելներ շատ համբերող։ Մենք մարդոց համար երգայնամիտ չենք կործածեր, երգայնամիտ պայը, մարդոց համար գսենք համբերող է, բայց Աստուծո համար երգայնամիտ կսենք, որովհետև երգայն համբերող է, շատ համբերող է։ Ուրեմն թուն որ երգայնամիտ ես եւ բազումողորմ եւ մարդոց վրա չես բերեր իրենց կործած հանցանքներուն արդար բադիժը, այլ գկտաս, քանի որ ողորմած ես, երբ անոնք ճշմարիտ ապաշխարությամբ եւ զղջումնալից հոգիով հորտահոս արցուն կտապեն իրենց մեղքերուն համար եւ քեզ մե ներողություն կխնդրեն, թուն գներես անոնց մեղքերը։ Հիմա դեր Աստված դես Սողոմոնին տապած արցունքները ով կտած եւ քու երգայնամիտ ներողությանդ այդ արցունքները միախառնե, միացուր, քու փանիտ, այսինքն միածին որդիիդ տապած արցունքին հետ։ Երբ տապեց Տեր Հիսուս Քրիստոս արցուն, քանի անգամներ Հիսուս լացավ Երուսաղեմի վրա, բայց մանավանդ խաչին վրայեն Տեր Հիսուս լացավ եւ աղոթեց զինք խաչողներուն համար, որ հայր անոնց մեղք մի ամարեր իրենց այս արարքը։ Ուրեմն գսե որ Սողոմոնին արտապած արցունքները միացուր, խառնե, քու միածին որդիիդ փանին արցունքներուն հետ, երբ խաչին վրայեն զինք խաչողներուն համար լացավ, քանի որ միածին որդիդ
մեր մարդկային բնությունը արավ իր վրա, ուստի նաև մեր բոլոր վիշտերը գրեց։ Իսկ այն Սաղմոսը, որ թեև Սողոմոնին կվերակրվի եւ անոր անունը կգրե անհարմարորեն, ուրեմն սիրելիներ 72-րդ Սաղմոսը, երբ որ գարտակ Սողոմոնին կվերակրվի, որ Սողոմոնը գրած է կամ Սողոմոնին համար գրված է։ Սակայն նարեկացին գսե որ անհարմարորեն Սողոմոնին կվերակրվի, որովհետև իրականության մեջ անիկա կխոսի քու որդիիդ արքայորդիին մասին։ Այդ Սաղմոսի մեջ կխոսվի սիրելիներ արքայորդի մասին, թե ինչպես արքայորդին պիտի կա ինք դաշնամիները ջզմե եւ ժողովրդի աղքատները ոտքի կանգնեցնե, անոնց թադը պիտի պաշտպանե, պիտի խղճա չքավորին եւ դգարին եւ պիտի կփրկե չքավորներու կյանքը։ Այդ մասին է որ Սաղմոսը գխոսի հատկապես 4-րդ եւ 10-րդ համարներու մեջ։ Ուրեմն գսե ուստի ժողովրդի աղքատներուն հետ անոնք որոնք հոգիով աղքատ են Սողոմոննալ քաղցությամբ փրկե եւ ապրեցուր, այսինքն ասել գուզե դեր եթե նույնիսկ ամմեղներուն հետ պիտի չհիշես Սողոմոնը քոնե ապաշխարողներուն հետ փրկեզային։ Ես ալ նույնը գսեմ դիրոջ դեր ես մեղավոր եմ ամմեղ չեմ զիս ամմեղներուն հետ չես կրնար հիշել բայց քոնե դեր զիս մեղավորներուն ապաշխարողներուն հետ հիշե։ Եղբայրներ եւ քույրեր ով գա մեզ մե ամմեղ ոչ ոք ադորամար դիրոջ քութը պիտի խնդրենք դիրոջ պիտի ասենք արդարությամբ մի թադեր դեր այլ քու քութությանդ արժանացուր արդարությամբ մի թադեսես այլ քթությամբ կովքավեսես նույնը պետք է խնդրենք բոլոր ննչեցյաններուն համար։ Հաջորդ դողերը կթարգմանեմ Փարեշնոր փանաստեղծը գմեղքնար Սողոմոնի վրա եւ իրեն գադարյալ վարձ գսեբեր անոր հետ որ գարձեք ողջը լար եւ անոր համար համագծորդ ցայնագիծը լալ եւ քեզի աղերսել անոր փրկության համար ինչ որ հաջորդ խոսքը գծուցնե որովհետեւ անորը ստեղծագործած օստացի հոփին բազմահրաշ եւ մարգարեաջար բատմակրությունը որ աստվածության արդար ըլլալը գծուցնե Սողոմոնի ողորմության արժանացած ըլլալը գահստադե որուն համար ավելի անբարսավ կորձ է անոր համար աղոթելը քան չարախոսելը։ Դեսանք սիրելներ նախքին դողերուն մեջ որ սուբ նարեգացին աղոտ կփարսացներ Սողոմոնի փրկության համար։ Հիմա այստեղ գսե ես չեմ միայն որ գաղոթեմ Սողոմոնի համար դեր այլ ինձ մի առաջ Փարեշնոր բուեդիգոսմը բուեդ գնշանագե կամ բոեդ փանաստեղծ Փարեշնոր արադաշնոր փանաստեղծը նույնը ըրավ երբ Սողոմոնի համար եւ անոր հետ որ գարձեք թե ողջ լար Սողոմոնը դագավին անոր հետ միասին գաղոթեր որ Աստված ները անոր կորձած մեղքերը եւ փրկեզային որու մասին խոսի այստեղ նարեգացին որ բուեդիգոսին որ փանաստեղծին դժբախտաբար ինքը թեև անունը չի իշեր բայց Հակոբ Պատրիարք Նալյանը իր մեկնության մեջ մեծ հավանականությամբ կսե որ սուրբ նարեգացին խոսի աստվածապան փանաստեղծ եկեղեցու հայրերեն Գրիգոր Նյուսացիի մասին որ ապրած է 330 թվական에 մինչև 400 թվականը Գրիգոր Նյուսացին այս մեծ աստվածապան եկեղեցու հայրը նաև Սողոմոնի քրած ժողովողի քիրքը մեկնաբանած է հետևաբար անոր մասին է որ խոսի գսե Նալյան Պատրիարքը իսկ Վենեդիկյան միապան հայր Գաբրիել Ավետիքյանը հայր Գաբրիել Վարդապետիկ Ավետիքյանը գսե որ նարեգացին
բուեդիգոս ասելով գա գնարգե 5 դագարանի բարագանոն կամ ներողություն երկրորդականոն քիրքերեն իմաստություն սիրակին գվերակրե որովհետև սիրակը խոսելով բատմել է յետ Սողոմոնի կորձած մեղքերու մասին գահավելու թե Աստված ի քու ողորմութեն հետ մի զրգերզային Սիրակի քիրքի 47-րդ գլխու 24-րդ համարենը սկսյալ Սիրելներ գլխավոր հարցը որքանի անգամ այս 48-րդ գլխու մեջ որովհետև երկար գլուխ էր քանի անգամ հարցուցինք Սողոմոնը փրկվեցավ թե ոչ թադաբարդվեցավ Դժբախտաբար Աստվածաշունչի մեջ հստակ կերպով չսվիր այո իր մեղքերու մասին խոսվի բայց իր զղջումի մասին չգնարգվիր թակավորած գիրքերու մեջ անոր համար գարկմը եկեղեցվո հայրեր գսեն որ դժբախտաբար չփրկվեցավ Սողոմոնը իսկ ուրիշներ գսեն որ փրկվեցավ մանավանդ նկատի առնելով անոր գրած ժողովողի գիրքը գլխավորապես որ անշուշտ գրած է Արագած գիրքը երկերկոց գիրքնալ բայց ժողովողի գիրքը զղջումի եւ ապաշխարության գիրք կհամարվի հետեւաբար գսեն որ Սողոմոնը իր ձերության է որ գրեց այդ գիրքը որպես զղջումի եւ մեղայի գիրք եւ ինչպես անցնող 5-րդ մասի վերջավորության նարեգացին գսեր որ ինք իր հոգիի մեջ զղջած բայց դժբախտաբար հուսահատությունը բադեց եւ ադոր համար բերնով չգրծավ խոստովանել բայց այստեղ նաեւ նարեգացին գսե որ ոչ միայն ժողովողի գիրքը այլ նաեւ ուրիշ գիրք մնալ գրեց Սողոմոնը եւ անիգա հոբի գիրքն էր ոմանք սիրելներ հոբի գիրքը գվերակրեն հոբի գիրքի գրությունը Մովսես Մարգարեին իսկ Սուրբ Նարեգացին եւ ուրիշ եկեղեցու հայրեր զայն գվերակրեն Սողոմոն իմաստունին գխորին որ Սողոմոնը Սուրբ Գրիգոր Նարեգացին այստեղ հետեւյալը ասել գուզե ով դեր ինչպես որ հոբ նահաբեդը որ սկիզբը հարուստ էր եւ ապա իր մեծութենեն ինգավ սակայն հետո գրգին դերը ողորմեցավ անոր քթած անոր եւ զինք ոտքի գանքնեցուց եւ ավելի օրտնեց նույնպես ալ Սողոմոն որ շնորհներով լեցուն էր հարուստ էր սակայն ինգավ իր մեծութենեն իր մեղքերուն պատճառով սակայն իր զղջումին ապաշխարության համար դերը վերստին զինք ոտքի գանքնեցուց եւ ահա վերջավորության գսե ահա թե ինչու անոր համար աղոթելը ավելի անբարսավ այսին անմեղատրելի կորձ է քան չարախոսելը գեզրագացնե Սուրբ Գրիգոր Նարեգացին այսինքն ավելի արդար է աղոթել Սողոմոնի համար հուսալով թե ան ապաշխարած է քան թե չարախոսել Սողոմոնի համար զինք համարելով անապաշխար Փոխանակ չարապանելու Սողոմոնը պետք է սիրելիներ աղոթել անոր համար եւ ընդհանրապես բոլոր ննչեցյալներուն համար ովևէ մեկը սիրելիներ չհամարցագինք եւ չսենք որ այս մարդը դժոխք գնաց Թադելու իշխանությունը մեզի դրված չէ Թադելու եւ որոշելու իշխանությունը միայն Աստված ունի Դեր Աստված ինչ կսե Սուրբ Գիրքի մեջ իմս է թադելու եւ բաժելու իրավունքը ես պիտի հադուցանեմ գահիդարարե դերը երկրորդ օրինաց գրքի 32-րդ գլխու 35-րդ համարի մեջ նույնը Բողոսարակյալ գիշ այս խոսքը Հռոմայացիներուն նամակի 13-րդ գլխու 19-րդ համարի մեջ մեզի կմնա սիրելներ աղոթել ննչեցյալի հոգվո խաղաղության եւ փրկության համար աղոթելով Աստծո որ հիշյալ ննչեցյալը մեր հարազատը ոչ թե իր արդարությամբ թադե այլ իր քթությանը արժանացնե
Որովհետև սիրելիներ, եթե Աստված արդարությամբ թադե, ով կփրկվի աշխարհի մեջ։ Մեծ սուրբերն անգամ չեն փրկվիր, որովհետև բոլորս ալ մեղավոր ենք։ Բայց եթե սիրելիներ դերը քթությամբ թադե, դերը դեսնե մեր խոնարհումը, դերը դեսնե մեր զղջումը, ապա դերը իր քթության արժանացներով հավիտենական կյանքի դռները կփանա, ինչպես որ խաչին վրայեն վերջին վարյանեն, երբ աչագոմյան ավազակը զղջաց, խնդրեց Տիրոջը, որ հիշեցինք, երբ իր թագավորությամբ կա, դերը ողորմած եղավ անոր նկատմամբ։ Դերը արդար չգտնվեցավ այն իմաստով, որ քու մեղքերուդ համար այսքան կործեցիր, հիմա եկերես վերջին վարյանին զղջալու, քեզ դժոխք պիտի ուղարկեմ, այլ դերը կթած Տիրոջ արդարութենեն ավելի բարձր միան իր ողորմությունը գա, ողորմեցավ դերը եւ ասավ ճշմարիտ կսեմ քեզի, դու այսօր ինձի հետ պիտի լաս տրախտին մեջ։ Ահա սիրելիներ, Տիրոջ ողորմության է որ գապավինինք։ Անոր համար է որ կզղջանք։ Եթե դերը չողորմեր մեզի, եթե դերը սիրելիներ քուտ չցուցաբերեր մեր նկատմամբ, մեր զղջումը ընդունայն պիտի լար, զուր պիտի լար։ Սակայն մենք սիրելիներ եկեք աղոթենք իրարու համար, չչարախոսենք, աղոթենք Սողոմոնի համար, չչարափանենք եւ խնդրենք Տիրոջը, որ դեր եւ Սողոմոնը եւ մեզ եւ բոլորը քութիտ արժանացուր ու հավիտենական կյանքիդ արժանի դարձուր։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։